Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին ժամը 17-ից մինչև ապրիլի 1-ը ժամը 04:45 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի Հայաստան կատարած այցի ընթացքում նրա ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված Արցախի դրոշի կապակցությամբ մարտի 31-ին կանչվել է արտգործնախարարություն, դա որակելով որպես բացահայտ քաղաքական սադրանք և ոտնձգություն երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ, Ադրբեջանը պահանջել է, որ գերմանական կողմը հրապարակային ներողություն խնդրի գրառման համար։ Ավելի ուշ Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը նշելով, որ դա տեխնիկական սխալի արդյունք է, ներողություն է խնդրել հրապարակման համար։ Հիշեցնենք, Գերմանիայի նախագահը Երևանից մեկնելու է Բաքու, որտեղ հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Իրանի նախագահի քաղաքական հարցերի խորհրդական Մեհդի Սենային այցով Ադրբեջանում է, այցի շրջանակում նախատեսված են Սենայի հանդիպումներն Ադրբեջանի նախագահի օգնական նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևի, արտգործնախարար Ջեյուն Բայրամովի եւ այլ պաշտոնյաների հետ։ Սյունիքի խնածախն է գիշերվա ռմբակոծությունից հետո գնդակոծության տակ է պահում քաղաքացիական բնակավայրը ու խաղաղությունից խոսում։ Հույսով է անում, մանեբրում, թե կստորագրի, աշխարհի աչքին թոս փչում, խաղ խաղում, խաղաղություն անունով ու պայմանների շարքը շարում։ Կրակել են Սյունիքի ուղությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը համարում է, թե հիմա հետ կոնֆլիկտային շրջան է ու հնարավորություն կա պատմության մեջ այրունոտ էջերը շրջելու։ Հետո շարունակում է անընդհատ կրկնելով փչացած ձայնասկավառակի պես Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք առկա են Հայաստանի օրենսդրության մեջ, ներառյալ սահմանադրությունը եւ մի քանի օրենսդրական ակտեր, շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը։ Բաքուն վճռականորեն եւ անզիջում պահանջում է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի առկա տարածքային պահանջներից։ Հայաստանի երևակայական պահանջներից են խոսում ու իրենք պաշտոնական ոչ պաշտոնական պահանջների ցանկ կազմում։ Սահմանադրության փոփոխությունից բացի հայտնի է, որ պաշտոնապես նաեւ պահանջում են լուծարել Մինսկի խումբը։ Մի հսկա ցանկ էլ ոչ պաշտոնապես է Բաքվի մեդիան աշխարհով մեկանում։ Իսկ ակնհայտ է, որ նրանց ամբողջ մեդիան է Ալիևի ուղիղ ցուցումով աշխատում։ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձ Զանգեզուրի միջանց կոչված են ուզում։ Հայաստանի ապառազմականացում են ուզում, հատուցում են ուզում Հայաստանից։ Ինչ է ասում Ադրբեջանի նախագահը, ասում է ես Հայաստանի նրա այդ հիմնական թեզիսը կամ իբրև թե իր արդարացումը, իբրև թե չի վստահում Հայաստանին եւ դրա համար էլ այդ պայմանները ուզում է վերջնական խաղաղություն։ Իսկ այդ պայմանները ամբողջությամբ ենթադրում են Հայաստանի պարզապես էկզիստենցիալ վտանգ։ Ու եթե ուզելիքը չստանան, խոստանում են չստորագրել։ Այստեղ մի փոքրիկ դիտարկում կա Բաքվի համար։ Հիմա որքան էլ Ալիևն իր դերի մեջ խաղաղության թոզն է փչում, նրանց նախկին արտգործնախարարը խաղաղության բանակցությունների նախասկիզբն էր անոնսում։ Մի օգտագործեք խաղաղության պայմանագիր ձևակերպումը։ Խաղաղության պայմանագիր դեռ երկար ժամանակ չի կնքվելու, այնինչ ստորագրվի իրենից ներկայացնելու է ընդամենը սկզբունքների մասին համաձայնագիր։ Բաքուն գիտի ինչ է ուզում, մասնագետներն անհանգստացած են, Հայաստանի համար խիստ վտանգավոր են համարում։ Ընդհուպ գոյաբանական խնդիր տեսնում արևմտյան ադրբեջանցիներ պնդման մեջ։ Եվ շեշտում են, որքան էլ հայկական կողմն էլ պնդում է, թե այդ պայմանագրում միակողմանի զիջում չկա, ամբողջ համատեքստը փոխզիջումներով է, մասնագետները սակայն փնտրում ու փոխզիջում չեն գտնում։ Նրանք ամբողջը միակողմանի արդեն ես իմ քանի հատ պահանջ եմ Հայաստանին ասել, որ Հայաստանը բավարարի։ Օրինակ, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ։ Էբա մենք օրինակ արցախցիների վերադարձ պահանջում ենք, կամ նրանք միակողմանի պահանջում են ապառազմականացում ու գրված զենքերի վերադարձ եւ այլն։ Մենք դա պահանջում ենք իրենցից, կամ այդ խաղաղության պայմանագիրը ծածկելու է այդ հարցերը։ Ասենք Արցախին վերաբերող բոլոր կազմակերպությունները թակել, այսպես կոչված ֆաշիզմի տակ չգիտես ինչ պահանջներ են կեղծիքներով բացարձակ մանիպուլյացիան առաջ տանելու։ Մենք ունենք, չունենք դա, մենք Ադրբեջանը թույլ կտա մենք իր հետ կնքվող պայմանագրի մեջ այդպես ինչ-որ կետեր նախատեսենք, իհարկե չէ։ ԱՄՆ նախագահ Թրամփը իր դժգոհությունն է հայտնել ուկրաինական հակամարտության երկու կողմերի հայտարարություններից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նախագահը աներևակայելի ջանասիրությամբ աշխատել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագիր ունենալու համար, եւ նա արտահայտել է իր հիասթափությունը այս հակամարտության երկու կողմերի առաջնորդների կողմից հնչող արտահայտությունների առնչությամբ։ Նա խոսել է այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա այս հակամարտությունը դադարեցնելու համար։ Նա շարունակում է քրտնաջան աշխատել դա անելու համար, եւ մեր թիմերը շարունակում են փոխգործակցությունը, նշել է Լևիթը։
Դոնալդ Թրամփի կողմից սահմանվող բարձր մաքսատուրքերը, որոնք նրա իսկ խոսքով կիրառվելու են աշխարհի բոլոր երկրների հանդեպ, հարկադրում են մյուս պետություններին դիմելու համակարգված քայլերի։ Չինաստանի պետական հեռուստատեսությունը հաղորդելով այս մասին նաև հայտարարել է, որ Չինաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան մտադիր են միասնաբար պատասխանել Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկվող քայլերին։ Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Լեհաստանը, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան մտադիր են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել։ Հիշյալ երկրների արտգործնախարարներն ու Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կալլասը հայտարարել են, որ քանի դեռ Ռուսաստանը չի ավարտել պատերազմը եւ փոխհատուցել Ուկրաինային պատճառած վնասը, արևմտյան երկրներում ռուսական ակտիվները պետք է մնան սառեցված։ Նախարարները անընդունելի են համարում խաղաղության որևէ համաձայնագիր, որը կսահմանափակի Ուկրաինայի ռազմական եւ պաշտպանական արդյունաբերությունն ու գործընկեր երկրների ռազմական ներկայությունը Ուկրաինայում։ Գազայի հատվածում 40 օրով հրադադար հաստատելու համար իսրայելական կողմը պահանջում է ազատ արձակել 11 պատանդի։ Ըստ անվտանգության կառույցներում թերթի աղբյուրի խոսքը իսրայելցի զինծառայող Իդան Ալեքսանդրի մասին է, ով նաև ամերիկյան քաղաքացիություն ունի եւ 10 այլ պատանդի մասին է, բացի այդ իսրայելական կողմը պահանջում է Համաս շարժումից ամբողջական տեղեկություն տրամադրել Գազայում առևանգվածների վիճակի մասին։ Չինաստանը Թայվանի շրջակայքում զորավարժություններ է անցկացնում։ Թայվանի հարակից գոտուն չինական ավելի քան 10 ռազմանավ է մոտեցել, որին ի պատասխան Թայվանը նույնպես ռազմանավեր է ուղարկել տարածք։ Չնայած առկա լարվածությանը մարտական կրակ չի արձանագրվել։ Չինաստանի զինուժի ներկայացուցիչների տեղեկացմամբ զորավարժությունների նպատակը ծովային եւ օդային բարեկության կարողությունների մարզումն ու համապարփակ վերահսկողություն հաստատելն է։ Մյանմայի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը, նախկինում հայտարարվել էր ավելի քան 2000 զոհվածի թիվը, ինչպես նշվում է, մինչ օրս հայտնաբերվել է 2719 դի։ Նշենք, որ ավերիչ երկրաշարժից հետո Մյանմայի իշխանությունները 2025 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 6-ը մեկշաբաթյա համազգային սուկ են հայտարարել։ Ամերիկյան SpaceX ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր Իլոն Մասկին, ուղեցիր է բերել Crew Dragon տիեզերանավը տիեզերական զբոսաշրջիկներով։ Frame 2 առաքելության անձնակազմն առաջին անգամ կթռչի երկրի բևեռների վրայով 425-ից 450 կիլոմետր բարձրության վրա, ասվում է X սոցիալական ցանցում ընկերության միկրոբլոգում։ Թռիչքի գլխավոր հովանավորը չինացի գործարար եւ հետազոտող Չուն Վանգն է Մալթայից։ Հայտնի չէ, թե Վանգը որքան գումար է ծախսել թռիչքի վրա։ Իլոն Մասկի կառավարության արդյունավետության վարչությունը ինչ որ պահի կդադարի գոյություն ունենալ։ Այս մասին հայտարարել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը բացատրել է, որ միլիարդատերն իրեն հասանելի կլինի որպես կառավարության հատուկ աշխատակից 130 օր։ Նա նաև հավելել է, որ Մասկը կցանկանար ինչ որ պահի վերադառնալ իր ընկերություն։ Նա մեծ ընկերություն ունի ղեկավարելու եւ ինչ որ պահի նա կվերադառնա։ Նա շատ տաղանդավոր տղա է, գիտեք, ես սիրում եմ շատ խելացի մարդկանց եւ նա շատ խելացի է։ Նա լավ աշխատանք է կատարել։ Ինչ որ պահի Իլոնը կցանկանա վերադառնալ իր ընկերություն, ասել է Թրամփը Tesla եւ SpaceX ընկերությունների գլխավոր տնօրենի մասին։ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրմամբ մրցույթի հաղթողը ճանաչվել Idemia Identity Security France and Technology կոնսորցիումը։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Մարտի 31-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն մասնավոր գործընկերություն ծրագրի շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում падգամավորական մանդատը։ Падգամավորը գրառում է արել նշելով, որ Կիրակի Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել Հայաստանի ազգային ժողովի падգամավորի վարքին։ Վիլեն Գաբրիելյանը ներողություն է խնդրել բոլորից ու հայտարարել, որ վայր է դնում մանդատը։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով։ Անձնական խոզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվել է կպչուն ժապավենով 8 փաթեթ։ Ըստ նրա փաթեթում կանեփ տեսակի թմրանյութ է, որը Telegram-ի անալիքի միջոցով վերցրել է Երևանում Գյումրիում տեղադրելու համար։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։